Եվրասիական տնտեսական միության Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շարունակում է աշխատանքը Եվրասիական տնտեսական միության շրջանակում առկա խնդիրների ուղղությամբ։ Նրա խոսքով առաջիկայում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին ինքը ևս կմասնակցի։ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, այդ նիստին մասնակցություն կունենամ եւ ինչպես ասել եմ, կզբաղվենք, բայց այսօր ենք զբաղվում եւ Եվրասիական տնտեսական միության ինստիտուտները աշխատում են, այսինքն դա սովորական ընթացիկ process է եւ այդ process-ներին կմասնակցենք։ Փաշինյանը հիշեցրել է, որ նախընտրական շրջանում խոսել էր ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում Հայաստանի ներգրավվածության եւ առկա խնդիրները գործընկերների հետ քննարկելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը կարող է որոշել իր տիրապետած տեղեկությունը հրապարակել, թե ոչ, եթե դրա համար առկա են համապատասխան իրավասություններ։ Խոսքը վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութին, որը հրապարակվել էր համացանցում նրան երկրից դուրս գալ արգելելու լուրերից անմիջապես հետո։ Փաշինյանը նշել է, որ ծառայողական քննություն չի նշանակել այս մասով եւ հավելել, որ անձամբ նույնիսկ չի տեսել այդ տեսանյութը։ Հացը աշխատակիցը կարող որոշի ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի, ինչ խնդրեմ կա դե։ Այսինքն իր տիրապետած ինֆորմացիան կուզի արտահոսի, կուզի չի արտահոսի, ինչ խնդիր կա դե։ Այն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն դա այդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն։ Երբ որ այդ որոշումը կայացնեն մարդիկ, որոնք դրան իրավասությունը չունեն եւ հասանելիություն չունեն, դա արդեն օրենքի խախտում է։ Ոչ մի բանի մասին, հա։ 2 ամսով կալանավորվել է ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Դավիթ Ղազինյանը։ Դատարանը բավարարել է հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը, հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։ Դատական նիստը շարունակվել է ամբողջ գիշեր, ավարտվել է առավոտյան 7:10-ին։ Դատական ակտը պետք է հրապարակվեր առավոտյան 9-ին, բայց մի փոքր ուշացումով հրապարակվեց կալանքի որոշումը, թեպետ որևէ փաստարկ ամբողջ նիստի ընթացքում չի ներկայացվել, ասել է Վարդևանյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ լրագրողների հետ զրույցում Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի նախապատրաստությանը։ Փամբակ գետից հեռացնում են 7-ամյա աղջկա մահվան պատճառ դարձած խողովակը։ Դեռ քույրերին որոնելու օրվանից տեղացիներն ասել էին, որ խողովակը պատուհաս է եւ պետք է հեռացնել։ Ականատեսների խոսքով քույրերը այս խողովակի վրայով են փորձել անցնել ու հայտնվել գետում։ Վաղ առավոտից գետում վերսկսվել են որոնողական աշխատանքները։ Ներգրաված են փրկարար ծառայության 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հունիսի 15-ին ժամը 17:05-ին 7 եւ 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել եւ չէին հասել նախատեսված վայր։ Հունիսի 17-ին ժամը 9:30-ի սահմաններում Փամբակ գետում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մետր հեռավորության վրա հայտնաբերվել էր 7 Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Հայաստանի ղեկավարությունը պետք է պայմաններ ստեղծի ադրբեջանցիների խաղաղ պայմաններում հայրենի հողեր վերադառնալու համար։ Նախիջևանի Օրդուբադ քաղաքում վերադարձ արևմտյան Ադրբեջան համաժողովի ժամանակ հայտարարել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար Ազիզ Ալեկբարլին։ Նրա խոսքով այս միջոցառումը հստակ ուղերձ է Հայաստանին, որ իրենք վերադառնալու են իրենց նախնիների հողեր։ Սյունիքի մարզից 8-ից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքում մեկնարկած փառատոնը, որը ֆինանսավորում Ադրբեջանի կառավարությունը, անցկացվում է արդեն 3-րդ անգամ։ Այսպես կոչված արևմտյան Ադրբեջան կեղծ հայեցակարգը, որը արմատներով գնում է դեպի 20-րդ դարի սկզբի Մեծ Ադրբեջան ծավալապաշտական ծրագրեր, այսօր Ադրբեջանի արտաքին քաղաքականության առանցքն է։ Միլի Մեջլիսի փոխոստնակ Զիաֆատ Ասկերովը լրագրողների հետ զրույցում փաստացի հաստատել է, որ այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի հարցը Ադրբեջանի արտաքին քաղաքական հայեցակարգի կարևորագույն առաջնահերթություններից է։ Այս ամենի ֆոնին պաշտոնական Երևանը շարունակում է հայտարարել, որ փակում է Արցախահայերի վերադարձի թեման։ Ի հակադրություն սրան, Բաքուն նոր ավելի վտանգավոր ճակատ է բացել։ Ամեն ինչ սկսվել է դպրոցական նստարանից։ 2024 թվականի ապրիլին Ադրբեջանի դպրոցականները մասնակցում էին վերադարձ արևմտյան Ադրբեջան կեղծ թեմայով համապետական օլիմպիադայի։ Հետո բանը հասավ նրան, որ Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվեց հատուկ կենտրոն, այդ հորինված թեման դասավանդող հմուտ մանկավարժ
կարգավարժներ պատրաստելու համար։ Սա Իլհամ Ալիևի հանձնարարությամբ ընդունված պետական ծրագիր է, սակայն Բաքուն չի սահմանափակվել սարքած այս թեման իր քաղաքացիներին հրամցնելով։ Ալիևը այն տեղափոխել է միջազգային բարձրագույն ատյաններ։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային եւ անվտանգության խորհրդին ուղարկված փաստաթղթերում Ադրբեջանը գրել է, թե այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձը մարդու իրավունքների գերակայության անհրաժեշտ պայման է։ Երևանում այս հռետորաբանությունը հաճախ մեկնաբանվում է որպես ներքին սպառման քարոզչություն։ Մոսկվան եւ Մոսկվայի մարզը ենթարկվել են ուկրաինական ԱԹՍ-ների հզոր հարձակման։ Ըստ Մոսկվայի քաղաքապետի խոցվել է շուրջ 180 ԱԹՍ, սակայն գործողությունները դեռ շարունակվում են։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանի վրա է հարձակվել շուրջ 992 ԱԹՍ։ Հարձակման թիրախում են հայտնվել Կապոտնյայի նավթավերամշակման գործարանը, Սադովոդ եւ Բելայադաչա առևտրի կենտրոնները, որտեղ ԱԹՍ-ների բեկորները ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Հարվածների հետևանքով տուժել է առնվազն 17 բնակիչ։ Կոտելնիկիում վնասվածքներ է ստացել 8 մարդ, վիրավորների թվում կա 3 տարեկան երեխա։ Մոսկվայի բոլոր օդակայանները փակվել են, Շերեմետևոյի ուղևորները տարհանվել։ Aeroflot-ը, Pobeda-ն, Rossian եւ Smartavia-ն ստիպված են եղել փոփոխել չվացուցակները։ Aeroflot եւ Pobeda ընկերությունները խնդրել են չեղարկված չվերթների ուղևորներին չգալ օդակայան, նշելով, որ տոմսերի վերադարձն ու ձևակերպումը կարելի է անել հեռավար։ Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտն էլ վարորդներին հորդորել է առանց ծայրահեղ անհրաժեշտության կանգ չառնել Մոսկվայի օղակաձև ավտոճանապարհին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է հարվածների փաստը, նշելով, որ ուկրաինական հեռահար հարձակումները հասել են Մոսկվա եւ այս շաբաթ արդեն երկրորդ անգամ խոցվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Զելենսկին սա անվանել է լիովին արդարացի պատասխան ուկրաինական քաղաքներին հասցված ռուսական հարվածներին եւ նշել. ժամանակն է ավարտել այս պատերազմը եւ Ռուսաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի դիվանագիտության մեջ։ Սոչիից Արխանգելսկ թռչող Smartavia Boeing 737-800 ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան։ Ինքնաթիռում տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռը Սևծովի վրայով թռչելիս աղետի ազդանշան է ուղարկել եւ անհետացել ռադարներից։ Կարճ ժամանակ անց հայտնել են, որ պատրաստվում են արտակարգ վայրեջք կատարել Սոչիի օդանավակայանում։ Ինքնաթիռում եղել է 189 ուղևոր։ Бажаю здоров'я, шановні українці, українки. Щойно я говорив з президентом Сполучених Штатів Америки. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատասխանելու է Ռուսաստանի բոլոր հարձակումներին։ Ուկրաինայի նախագահը հստակեցրել է, որ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարվածը ամբողջովին արդարացված է, քանի որ այն հանդիսանում է պատասխան շաբաթվա սկզբին Կիև-Պեչերսկի Լավրայի դեմ կատարված հարձակման։ Նա հիշեցրել է, որ Լավրան համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն եւ Ուկրաինայի ամենակարևոր պատմական ու կրոնական խորհրդանիշներից մեկը։ Զելենսկին շեշտել է, որ եթե Վլադիմիր Պուտինը չի ցանկանում ավարտել այս պատերազմը եւ մտադիր է շարունակել այն, ուկրաինական կողմը ձեռքերը ծալած չի նստելու։ Եթե այրվում է Ուկրաինան, կայրվի նաեւ Մոսկվան, նշել է նա։ Мы слышим заявления, оправдания, версии разные, но нам надо истину. Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արգելել է երեխաների խմբերի բոլոր արտասահմանյան ուղևորությունները առանց պետական հսկողության եւ թույլտվության։ Նա ծնողներին կոչ է արել այս փուլում մնալ տանը, նշելով, որ Բելարուսում կան բոլոր պայմանները ու ֆուտբոլային դաշտերը մարզվելու համար։ Լուկաշենկոն կարգադրել է խիստ հսկողության տակ վերցնել գործը եւ ռուսական կողմի օգնությամբ պարզել ամբողջ ճշմարտությունը, նշելով, որ չնայած ուկրաինական կողմի արդարացումներին ու տարբեր վարկածներին, իրենք անպայման կբացահայտեն իրականությունը։ А данный случай должен быть расследован. Հունիսի 17-ին Ռուսաստանի Բրյանսկի մարզում ենթադրյալ ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Բելարուսի Ռեչիցա քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցի ավտոբուսին, որը երեխաներին տեղափոխում էր Գելենջիկ։ Մեքենայում եղել է 44 ուղևոր, այդ թվում 28 անչափահաս։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ցանկանում է սահմանափակել Ուկրաինայից փախստականների ընդունումը միության անդամ երկրներում։ Հայտնել է DPA գործակալությունը հղում անելով եվրոպական երկրների առաջնորդներին ուղղված նրա նամակին։ Նշվել է, որ Եվրահանձնաժողովի ղեկավարը մտադիր է փոխել ուկրաինակցիների ընդունման բարձրացված կանոնները։ Միևնույն ժամանակ նա առաջարկել է երկարաձգել Ուկրաինայից արդեն ժամանած փախստականների ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը։
CNN-ը հրապարակել է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ստորագրված Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթները, թեև արևմտյան լրատվամիջոցները շեշտել են, որ փաստաթուղթը ունի իրավական պարտադիր ուժ եւ դրա իրագործումը կախված է կողմերի քաղաքական կամքից, այնուամենայնիվ նախատեսվում է ստեղծել հատուկ գործադիր մեխանիզմ դրա կատարմանը հետևելու համար, իսկ վերջնական համաձայնագիրը պետք է հաստատի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Համաձայնագրի դրույթները նախատեսում են ռազմական գործողությունների դադարեցում, կողմերը պարտավորվում են վերջնական համաձայնության հասնել առավելագույնը 60 օրվա ընթացքում, շրջափակման վերացում եւ ծովային անվտանգություն, տնտեսական աջակցություն եւ ակտիվներ, պատժամիջոցների չեղարկում եւ լիցենզավորում, միջուկային ծրագիր, ըստ որի Իրանը միջուկային զենք ձեռք չի բերի եւ չի մշակի։ Հարստացված ուրանի ոչնչացման հարցը եւ Իրանի միջուկային մյուս կարիքները կկարգավորվեն հատուկ մեխանիզմով ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո։ الشعب الإيراني والمقاومة Հեզբոլլայի գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը վերահաստատել է, որ իրենց կազմակերպությունը կտրականապես մերժում է հարավային Լիբանանում Իսրայելի առաջարկած փորձնական գոտիների ստեղծումը։ Նա շեշտել է, որ Իսրայելի հետ բանակցությունների վերջնական նպատակը փոխադարձ անվտանգության հասնելն է եւ նշել, որ Իսրայելի համար որևէ անվտանգ գոտի չի լինելու եւ նրանք պետք է հեռանան Լիբանանից։ بقوة الاستعداد للتضحية Քասեմը նաև շեշտել է, որ Հեզբոլլահը դեմ է ցանկացած առաջարկ, որը կպահանջի խմբավորման զինաթափում։ Ըստ նրա գլխավոր նպատակը պետք է լինի 2024 թվականի նոյեմբերի 27-ին հայտարարված հրադադարի համաձայնագրի հիման վրա 5 առանցքային խնդրի իրագործումը, օդային, ցամաքային ու ծովային հարձակումների դադարեցումը, Լիբանանի ամբողջ տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումը, գերիների ազատ արձակումը, տեղահանված բնակիչների վերադարձ նստներ եւ վերականգնողական աշխատանքների մեկնարկը։ Այս ամենի ֆոնին Լիբանանի հարավում իսրայելական դրոնի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է եւս մեկը ծանր վիրավորվել։ Ըստ ԶԼՄ-ների առավոտյան ԱԹՍ-ն հարձակվել է ավտոմեքենայի վրա Նաբաթիա քաղաքի մոտ։